Free News-ի եթերում հերթական լուրերից դուրս քննարկումն է, այսօր ես հյուրընկալել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ, Տիկին Հակոբյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, խորհրդանական ընդդիմությունը տպավորությունն է, որ կրկին ակտիվացել է։ Հիմա ինչ մենք սպասենք թեժ ամառ, թեժ աշուն։ Ըստ ձեզ։ Եթե տրամաբանությանը նայենք, պետք է թեժ գարուն լիներ, այսինքն բարենպաստ եղանակ էր, շատ շոկ չէր, հիմա արդեն շատ շոկ է, չեմ պատկերացնում, որ տենց շատ կթեժանան, բայց ինչպես տեսակ, թեժ դգարնան, ուրեմն նախապատրաստություն տեսան, բայց Քոչարյանի կոչով անգամ Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնի տեղահանված ժողովուրդը չեկավ հրապարակ։ Մենք տեսանք, որ կարճ տվեց իրենց նախապատրաստած քաղաքականի վերածվող այդ թեժ գարունը չստացվեց։ Այսինքն գնալով ավելի է թուլանում խորհրդանական ընդդիմության դիրքերը քաղաքական դաշտում եւ ինչպես տեսնում ենք անգամ այդ impeachment-ի կոչված գործընթացը խորհրդանական ընդդիմությունը չի որ փորձում է իրագործել, անգամ այդ գործընթացը իրագործում են մեզնից հեռացած, մեզնից գործից կարելի ասել, չէ՞, հեռացված են կուսակցությունից, խմբակցությունից դուրս եկած եւ աշխատանքից հեռացված, իրենք կարող են խռովություն ունենան միգուցե, բայց ուզում եմ ասել, որ սրան էլ պետք չէ խափնվել, այն որ նրանք զավթել են նաև ընդդիմադիր դաշտը, սա ակնհայտ է, մեկ-մեկ մեզ մեղադրում են, ասում են իրենց դուք պահում եք իբրև ընդդիմություն, որովհետև ձեզ շատ ձեռնտու ընդդիմություն է, ուզում եմ ասել, որ եթե մենք կարողանանք ճաղերից այն կողմ նստի, հա, օրինակ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը կալանավորվեն, ձերբակալվեն, մեր ռեյտինգը այնքան բարձր կլինի, որ մենք կարողանանք երևի հավետ վերընտրվենք։ Մեզ ձեռք չի տալիս նրանց ազատության մեջ լինելը, քաղաքական հայտ ներկայացնելը, այլ բան է, որ նրանք ունեն ռեսուրսներ եւ իրենց կարողանում են պահել դեռևս ընդդիմության դաշտում։ Ըստ ձեզ ինչու ընդդիմություն չի ձևավորվում։ Կան ընդդիմություն, տեսեք, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին էլի բազմաթիվ տասնյակ ուժեր էին մասնակցում, այսինքն կան այդ ուժերը եւ չենք կարող ասել, որ այս ուժի հետ մենք հնարավոր եմ ավելի արմատական ընդդիմություն, ասենք այնպիսի ընդդիմություն, ինչպիսին իրենց փորձում են ներկայացնել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Նրանց հետ ոտքցելը նախ շատ բարդ է, նրանց ուրեմն թեզերը կարողանալ ասելը արդեն իսկ։ Տեսեք, կա դաշտ, կան մեծամասնությունը հասարակության ընտրում է քաղաքացիական պայմանագրին գործող իշխանությանը եւ վերահաստատեց անգամ պատերազմից հետո իր վստահությունը եւ կա մի մեծ մասա, որը ինքը կողմնորոշված չէ եւ կա մաս, որը ընդդիմության ձայներն են։ Այս չկողմնորոշված մասան դեռևս չի գտնում իր սրտի, հա, այսպես ասած ուժը, բայց ուզում եմ ասեմ, որ այստեղ մեծ դաշտ կա։ Այսինքն եթե ընդդիմադիր ուժերը ավելի շատ ջանք դնեն, բայց դրա համար պետք են գործիքներ։ Սա այն նախկին դաշտը չէ, հա, պետք են օրինակ մեդիա ռեսուրսներ շատ, իսկ դուք գիտեք, որ մեդիա ռեսուրսները կենտրոնացած են կոնկրետ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այս ուժերի ձեռքում, որոնք ժամանակին իշխանական մեդիա են, հիմա ընդդիմադիր մեդիա են, հեռուստատեսություններ են, շատ հետևորդով կայքեր են, ռադիոընկերություններ են եւ այլն են, որոնք կոնկրետ քարոզչություն են տանում։ Այս ռեսուրսին չի տիրապետում այն այլ ընդդիմադիր, հա, ուժերը։ Նաև ուզում եմ ասել, որ օրինակ գրասենյակներ չունեն կուսակցական, ռեսուրս է պետք ներդնել։ Իսկ ժամանակին այդ ռեսուրսները եղել են իշխանության ձեռքում, նախկին իշխանությունների ժամանակ, մարդ կուսակցություններ են բարձվել, գործարարներ են կուսակցված եւ գումար են ներդրել։ Բայց այսօրվա ընդդիմությունը այդ ներուժը չունի, որովհետև եթե ժամանակին նույն իշխանություններն էին, հա, իշխանություններն էր ձեռնտու, որ լինեն տարբեր ուժեր եւ իրենց ծառայեն, այսօրվա իշխանությանը պետք չէ ինչ-որ ուժ լինի, որ իրեն ծառայի։ Մենք այսօր որ ռեալ նայում ենք, մենք ենթադրենք կարիք եղավ կոալիցիա ունենալու, հա, իշխանություն ձևավորելու համար։ Մենք գիտենք, որ մենք մենակ մենք ենք եւ վերջ մենք հավաքելու ենք 50+1% ձայն, որպեսզի միանձնյա ունենանք էլի իշխանություն։
մենք չենք դիտարկում պլան B, կոալիցիաներ, որովհետև նաև չենք նշмарում այնպիսի ուժեր, որոնց հետ կարող ենք կոալիցիա ունենալ։ Իսկ ընդդիմությունը այսօր Գյումրու օրինակով դուք տեսաք, բոլոր ուժերը համախմբվեցին, 9 ուժեր մասնակցում, 8-ը հայտարարեցին, որ չեն միավորվելու քաղաքացիական պայմանագրի հետ։ Եվ անցողիկ շեմը հաղթահարած 4 ուժերը կոալիցիա ստեղծեցին, որովհետեւ ունենան քաղաքապետ։ Այդ նույն սցենարը իրենք այստեղ են անելու։ Չեք վախենում արդյոք 26 թվականին այդ նույն սցենարից։ Դրա համար մենք առավելագույն ենք անում։ Դա տեսեք, ես եմ արտաբերում այդ իրեն սցենարը։ Դրա համար մենք անելու ենք առավելագույնս, որպեսզի քանի հոգով էլ միավորվեն, չկարողանան ունենալ ավելի ձայն, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եվ վստահաբար հենց այդպես էլ լինելու է։ Այսօր առավել քան նախկինում անհրաժեշտություն կա բոլոր քաղաքական ուժերի համար պոպուլիզմի, առողջ պոպուլիզմի մասն է այս պարագայում խոսքը, անելիքների եւ արածի։ Այս պարագայում եթե կշեռքի երկու նժարներին դնենք քաղաքացիական պայմանագրի արածը եւ ընդդիմության, այսպես ասած, կամ անելիքները կամ, չգիտեմ, թեկուզ օրեսդրական իմաստով ինչ որ բաներ արած։ Եկեք տենց բան անենք, վերլուծություն անենք։ Խորհրդարանական ընդդիմությունը մտավ խորհրդարան 21 թվականին 1 օրակարգով հայտարարեցին։ Իրանք 1 օրակարգ ունեն, դա գործող իշխանության հեռացումն է եւ վերջ։ Իրանք անգամ կհիշեք, որ երկար ժամանակ բոյկոտել էին նիստերը, չէին մասնակցում միջազգային այդ հանդիպումներին, պատվիրակությունների կազմում, ոչինչ չէին անում։ Հետո իհարկե հետ ողորմի արեցին, սկսեցին ինչ-որ բաներ անել, բայց մենք էլի չենք տեսնում ոչ մի բովանդակային բան։ Եվ իրենք իրենց 1 օրակարգը հեռացում իշխանության, իրենք չեն սպասարկել։ Ակնհայտ է, չէ՞, որ մենք գնում ենք արդեն նախընտրական փուլում, մենք գնում ենք հերթական ընտրություններին։ Եվ վերջ։ Այսինքն իրենք մի օրակարգ են ունեցել, դրա շուրջ որոշակի փորձեր են արել, կարող են երկար խոսել այդ փորձերից եւ ձախողման պատճառներից եւ այսինքն ձախողել են անգամ իրենց այդ մի օրակարգը։ Մեր օրակարգի մասին խոսեմ։ Օրինակ, մենք երբ որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ, մեծ հանդիպումների ժամանակ, կուսակցական ֆորմատով հանդիպումների ժամանակ, երբ որ մենք սկսում ենք խոսել, մենք ինչ ենք արել, դա շատ երկար է, բայց մարդիկ դա չեն կարող ֆիքսել մի պարզ պատճառով, որովհետև բոլորի համար առաջնայինը անվտանգային հարցն է, խաղաղություն ունենալու հարցն է, դա գերկարևոր է, ինչը մարդը կարևորում է ասֆալտից, կրթության որակից, չգիտեմ, խաղաղագործությունից, խելացի անասնագոմից, ամեն ինչից ամենակարևորը դա խաղաղությունն է, անվտանգությունն է, իր ապագան երկարատև կառուցելն է իր հայրենիքում։ Սա է ամենակարևորը։ Եվ քանի որ այս ընթացքը մեզ հեշտ ժամանակահատված չի ընկել, այսինքն պատերազմից հետոյի ժամանակաշրջան է, անցումային ժամանակաշրջան է, մենք փորձում ենք ուրեմն կարգավորել մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, փակ սահմաններ ունեցող հարևանների հետ ենք փորձում խոսել, մենք խաղաղության պայմանագրին շատ մոտ ենք կանգնած, գիտեք, որ համաձայնեցրել ենք խաղաղության համաձայնագրի կետերը եւ դրա մասին հայտարարել ենք, ունենք սահմանազատված հատված եւ կարգ ենք վավերացրել Ադրբեջանը, այսինքն շատ կարևոր բաներ են արել։ Սա ամենակարևորն է, որը մեր բոլոր մնացած օրակարգերից ամենակարևորն է եւ մենք այս առումով եւս հաջողել ենք։ Դուք նաեւ կարող եք ֆիքսել, որ նախորդ տարի եղել է անհամեմատ շատ խաղաղ շրջան համեմատած նախորդ տարիների հետ եւ երկարատև, հա, այսպես թեժ տարիներից հետո եւ հիմա էլ դուք տեսաք վերջերս նաեւ Տիրանայում կոնտակտ եղավ նաեւ երկու հարևանների ղեկավարների հետ եւ մենք լիահույս ենք, որ մենք մեր խաղաղության օրակարգը ի վերջո հասնելու ենք վերջնաժամկետին եւ ոչ միայն ունենալու ենք փաստաթղթավորված խաղաղություն, այլ իրականում հողի վրա խաղաղություն ենք ունենալու եւ մենք դրա համար ամեն ինչ անում ենք, դա մեզ համար գերնպատակ է։ Տպավորություններ այնուամենայնիվ, թե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ջրերը, եթե այսպես ժողովրդական լեզվով կարելի ասել, մի առվով չեն հոսում, սակայն հիմա ինչ որ հայտարարություններ են հնչում, թեթև ոնց որ ասած մի դաշտում կանգնելու, հա։ Տեսեք, ես չեմ հավատում, որ իրենք իրար հանցակից են ի վերջո եւ ես չեմ հավատում, որ իրենք իրար դեմ են գործելու, իրանք իրար հակառակվելով մնում են դաշտում,
որովհետև այդ հակամարտությունը շատ վաղուց է, բայց իրենց այդ լավագույնս, այդ իրենց ամենանվիրական երազանքի համար այն է ունենալ իշխանություն եւ ի վերջո տանել Հայաստանը այդ գուբերնիայի կարգավիճակին, հա, սուվերենության կորստին։ Իրանք այդ իրենց գերնպատակի համար իրանք համախմբվելու են, որովհետև երկուսի նպատակն էլ նույնն է եւ նրանց դաշտում լինելը դրա մասին է, դուք տեսնում եք թե ինչքան խնդիրներ կա իրենց մեջ, բայց երկուսն էլ հայտարարում են, որ իրար սատարելու են, որ միավորվելու են ի վերջո վերջնական նպատակի համար։ Էս է ամբողջը եւ մեզ համար sense 5 մատի պես են, որ շատ པարզ ընթեռնելի է իրենց եւ հարաբերությունները եւ նպատակները։ Այո, նրանք էլի ցույց են տալու, որ իրենք իրար ընդդիմություն են, այսպես կռվելու են իրար հետ մեր հասարակության աչքի առաջ, բայց վերջում միավորվելու են, որպեսզի կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ մեկի որդին մյուսի փեսան, չգիտեմ, ով գա եւ Հայաստանը փրկի այն իշխանությունը, որը հնարավորություն կտա այն որոշումները կայացնել, որը Հայաստանի պետականության համար խիստ վտանգավոր է։ Բայց իրանք ասում են գանք փրկենք։ Նայած իրանք օրինակ ինչ են պատկերացնում այդ փրկումով։ Ինչ են պատկերացնում իրենք փրկում ասելով։ Իրենք ակնհայտ ասում են, ախր Ռոբերտ Քոչյանը այդ իր աշխատողների հետ հարցազրույցի ժամանակ ասում են լավ, այդ սուվերենության ինչ աստիճան եք պատկերացնում Հայաստանի համար։ Այս հարցը նպատակ ուներ փրկելու իրավիճակը, հա, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը հայտարարի, որ անսակարկելի է սուվերենությունը, չէ՞։ Ինքը անգամ այդ դեպքում չի պատասխանում հարցին եւ սկսում է գովերքել, թե ինչ լավ բան է միութենական պետությունը։ Հա, փնովելով, իհարկե փնովելով Եվրամիությունը, ահա, փնովում է եւ ասում է բանը Եվրամիությունը ավելի շատ է սուվերենությունը երկրից խլում, քան միութենական պետությունը, ասում է շատ լավ տեղ է միութենական պետությունը։ Ինչ է 2-3 նախագահ նստում ես, որոշում ես, անում ես եւ վերջ։ Հասկանում եք, ռուս-բելարուսական միութենական պետության մեջ Հայաստանի ներգրավում ինքը համարում է լավ բան եւ չի հերքում, որ սակարկելի է սուվերենությունը մեր պետության եւ հիշում ենք նաեւ նախորդ իր ասածը, որ ինքը Հայաստանը տեսնում է միութենական պետության մեջ։ Սրանք շատ པարզ բաներ են, որ ինքը տենց թաքնված բան չի, շատ քաղաքագիտական գիտելիքներ պետք չի դա հասկանալու համար, ուղիղ ասում է դրա մասին։ Իհարկե իրենց ուրեմն նախընտրականում այդ խոստումների մեջ չեն գրելու, մենք Հայաստանը տանելու ենք միութենական պետություն։ Այսպես միշտ շատ լավ բաներ են գրում, բայց ակնհայտ է մարդը ինչ է մտածում ու ինչ է անելու։ Հիմա էլ էս Քոչարյան, Սարգսյան, էս ակտիվացումները սա յուրահատուկ դեֆիլե է ավելի ռուսամետ Երևանու համար Ռուսաստանի աչքի առաջ։ Եվ այս մարդիկ դեռ ապրում են այդ նախորդ աշխարհում, որտեղ Հայաստանում որոշումներ կայացվում էին ըստ օրինակ ինչ որ կայսրության, նպատակահարմարության, աջակցության։ Նրանք մինչև հիմա մտածում են, որ պետք է ինչ որ ուրիշ երկրից, ինչ որ ուրիշ մեկը իրենց աջակցի, որպեսզի իրանք Հայաստանում ընտրվեն։ Այնինչ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը երբեք հետքայլ չի անելու։ Էլ ոչ մի իշխանություն, ով ուզում է հետ գա, չի կարողանա էլի մեր ժողովրդին տանել այդ քարեդար, այսպես ասած, որտեղ ընտրության իրավունք չունի քաղաքացին, հա։ Ոչ մեկ չի կարող կեղծել ընտրություն, 5000 դրամանոց ընտրությունները այլևս չեն լինի։ 5000 դրամանոց չեն լինի, այո։ Ինչքան էլ մենք լսում ենք տարբեր ընտրություններին, ինչ որ նման միջադեպեր լինում են եւ իրավապահ համակարգը արձագանքում է, բայց միանշանակ այդպես է լինելու։ Դրան լինելու է կոշտ արձագանք եւ քաղաքացին չի ընտրելու։ Հիմա էլ Գյումրու ընտրությունները ինչ ցույց տվեցին, որ ժողովուրդ հնարավոր է նման բան, հնարավոր է այս մարդիկ գան, խափեն, միավորվեն եւ ունենան այնպիսի մարդ տեսնում եք, չէ, որ Քոչարյանի նման ինչքան ապօրինի ունեցվածք ունի, որի հետ կապված դատարանում այժմ պահանջներ կան։ Այս մարդիկ նորից փորձելու են նման կերպ վերականգնել։ Այժմ մեզ մոտ կարճատև ընդմիջում է, որից հետո կշարունակենք։ Կարճատև դադար։ Ընդդիմության ակտիվացումը, դուք իհարկե մի փոքր ակնարկեցիք, եւ աշխարհաքաղաքական զարգացումները։ Ինչ որ ընդհանրություններ այստեղ դուք տեսնում եք,
Միանշանակ ես ասացի, որ նրանց ակտիվացումը նրա համար չէ, որ ստանձնեն պատասխանատվություն Հայաստանի Հանրապետությունում, ինչ որ գաղափարներ ունեն իրագործեն, մենք վատն ենք, իրենք լավն են, դրա մասին չէ։ Սա հաճոյանալն է կոնկրետ աշխարհակական կենտրոնին, այնտեղից աջակցություն ունենալն է, այստեղ անգամ իշխանություն չդառնալու դեպքում ինձ թվում է իրանք են ռեալ տեսնում, որ իրանք շանս չունեն, իրանք են չէ որոշակի հարցումներ անում։ Արժևորելու խնդիր։ Բայց գոնե, այո, գոնե գիտեք ինչն է հարցը, գոնե օրինակ որ ապօրինի գույքի բռնագանձման, չէ, օրենքով պարտավորություններ են ունենում, հայցեր են լինում, սա ներկայացնում են քաղաքական ճնշում, լրացնելու փորձ, չէ, իրանք բան են, քաղ հալածյալ են, քաղ բանտարկյալ են ձևանում էս մարդիկ։ Գոնե նման կերպ պատասպարվելու հարց է։ Այսքանն է։ Նրանք չեն ուզում։ Տեսեք, օրինակ անգամ ասում են, որ չունեն վարչապետի տեխնացու։ Հասկանում եք, երկու ընդդիմադիր ուժերը, երկու ամենաշատ ձայն ստացած ընդդիմադիր ուժերը չունեն վարչապետի տեխնացու, որովհետև այդ մարդիկ չունեն օրակարգ։ Իհարկե, մենք գիտենք իրենց առաջնորդներն ով են, բայց իրանք դրա մասին երես էլ չունեն հայտարարեն։ Դες ասեմ ավելին, օրինակ, այսքան թիմ ընտրություններ են եղել հեղափոխությունից հետո, հանրապետականները, դաշնակցականները իրենց կուսակցությունով չեն ներկայացել։ Չեն ներկայացել, որովհետև դա կոնկրետ փչացնում է իրենց տեխնացուին։ Իրանք այդքան ապականված ուժեր են, միավորներ են, որ իրենց անունով ներկայանալը ամոթ է։ Այսօր նույն հանրապետական կուսակցությունը կա խորհրդարանում, դաշինք են կազմել։ Իրենց դաշինքի անվան հետ կապ չունեցող ուժերով դաշինք են կազմել, պատիվ ունենալու հետ, որտեղ իրենք կապ չունեն։ Բնորոշումը իրենց դեմ է աշխատում։ Իրենք դա հասկանում են, իրենք դա հասկանում են, որ իրենք ոչ միայն իրենց դեմքերը, իրենց կուսակցությունները, ամեն ինչը խնդիր է։ Տեսեք, դաշինքով ընտրությունների գնալը ենթադրում է նաև 2% ավել ձայն հավաքել, որպեսզի անցողիկ շեմը հաղթարես, քան կուսակցությունը, որովհետև կուսակցությունով 4% է, դաշինքով 6 անցողիկ է։ Իրենք այդ ռիսկին են գնացել, դաշինք են կազմել, որպեսզի օրինակ չլինի դաշնակցական խմբակցություն, դաշնակցական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։ Ինչ որ մի Հայաստան անունն են դրել, տեսեք ինչքան լավ է հնչում։ Եվ տենց դաշնակցականներով եւ մնացածով հավաքվել են կամ պատիվ ունեմ, չէ, էլի լավ է հնչում։ Բայց ովքեր են։ Հանրապետականներն են, բանն է, մեր կողմից հեռացված նախկին ԱԱԾ-պետն է, հա։ Ինչ որ մեկն է ով ներկայանում է անկախ բան, անկուսակցական, մի հոգի էլի մեզնից հեռացված։ Ներողություն, ինչու Սերժ Սարգսյանը խուսափեց 18 թվականի մասին խոսելուց եւ 18 թվականի մասին այդքան շատ խոսեց Ռոբերտ Քոչարյանը։ Էս էլի իրանց Էլի կարծում եք թե ինսինիերովկա, հա, եթե կարելի է սիրված լեզվով ասել, դա է։ Գիտեք ինչ է, Սերժ Սարգսյանը չգիտի ինչ պատասխանի։ Ինքը շատ ազնիվ պատասխանել է 18 թվականին իր հրաժարականի տեքստում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, ես հեռանում եմ, վերջ։ Ինքը շատ ազնիվ ասել է։ Հիմա ինքը չի կարող նորից կրկնել։ Հասկանում եք, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, դու սխալ ես, ինչու ես դու նորից հավակնում։ Հիմա ինչ որ տենց ժամանակ է ձգում, ասում ես մի անգամ խոսեմ ուղիղ եթերում, խոսի, եթե կարող ես, խոսիր։ Այս մարդիկ անգամ իրանց դեմքով չեն կարողանում մարդամեջ դուրս գալ։ Դուք տեսել եք ինչ որ կադրեր, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ Սերժ Սարգսյանը, ասենք Երևանի ինչ որ մի հատ փողոցով քայլեն, մեկը նկարի, մեկը նկատի, մի հատ լրագրող մոտենա։ Հնարավոր չէ, այս մարդիկ էլի իրանց ինչ որ բարձր պարիսներով դղյակներից դուրս չեն գալիս։ Եթե անգամ ինչ որ միտեղ իրանք նշмарում են, օրինակ իրենց հրավիրած հանրահավաքին, իրանց շրջապատած մարդկանցով, охранникներով, չգիտեմ ինչերով, շատ ապահով մի րոպե կանգնեն, կադր ունենան ու գնան։ Այս մարդիկ անգամ իրեն ժողովրդի մոտ հայտնվելու երես չունեն։ Էլ ինչ մնում է գնալ իրանց դեմքով եւ ընտրություններին մասնակցել։ Բայց Քոչարյանը շատ ազնվորեն բնորոշեց 18 թվականը։ Երբ որ ինքը ասեց, որ ես տեսա, ինձ ասեցին, թափանիվը գնալով մեծանում է, ուժեղանում է եւ այլն։ Այսինքն ինքը հասկացել էր ինչ է նշանակում ժողովրդավարական հեղափոխություն։ Չէ, ուղղակի իր վախերը երևի ավելի շատ էին իշխանության փոփոխությունից, քան Սերժ Սարգսյանի, չգիտեմ ինչից, բայց այդ էլ էր հետաքրքիր դրվագ, որ այո, այդ էլ էր հետաքրքիր դրվագ, որ ես ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանին զանգել է Ռոբերտ Քոչարյանը այն օրը,
եւ Սերժ Սարգսյանը ոչ մեկ է եղել Հայաստանի Հանրապետություն, ինքը հրաժարական տված է եղել, բայց ինքը ասում է, որ ինքը ուժայինների հետ խոսել է եւ հանգիստ է եղել, որ կառավարել եւ ուժ չի կիրառել միայն դրա համար, որովհետեւ մտածել է, որ դա ավելի կսրի, բայց ով էր Ռոբերտ Քոչարյանը։ Ով էր ռադիոտան դեպքերի օրը հեղափոխության օրերին։ Ով էր Սերժ Սարգսյանը, որպեսզի ինքը ուժայինների հետ լիներ կոնտակտի մեջ, որոշում կայացներ ուժ կիրառել թե ոչ, կամ այդ լեզվամտածողությունը էլի, մի հատ հասկանում եք ինչ ասում, մարդկանց դեմ ուժ կիրառելը պայմանավորված է նրանով, արդյոք այս շարժումը թափ կհավաքի թե չէ, արդյոք դա իրենց ուժ կտան թե ոչ։ Այսինքն ուժ կիրառելը ինքնին նորմալ է, բայց այո, ուղղակի տենց նպատակահարմարություն, ուժ կիրառեմ, թե ես կհանդարտվի, թե կարողա ճկուլ չտամ, իսկ մենք կմարսենք այդ իրավիճակը։ Հասկանում եք, իրենց հարմարեցնելու, ոչ թե ուժ կիրառվում է, եթե դրա համար լինում են կոնկրետ պատճառներ, հա, ուժ կիրառելը ունի սահմանում, ունի սահմաններ, ունի ինչ որ այն պայմանները պետք է լինեն, որի դեպքում պետք է ուժ կիրառվի, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, որտեղ այդ ուժային կառույցները, այդ ոստիկանը, կարմիր բերետավորները, հա, քո քաղաքական գործիքը չեն, նրանք կարգուկանոն հաստատելու համար են եւ վերջ։ Մեզ ինչքան են մեղադրել, որ մենք վրանները չենք հեռացնել, ուժ չենք կիրառել, մեզ քաղաքացիները, մեր ընտրողները մեզ քննադատում էին եւ մեզնից հիասթափվում էին, ասում էին, ինչ եք դրանց մաքրումը տեղից օրինակ։ Բայց մենք հասկանում ենք, որ պետք է լինի այն պայմանները, որի դեպքում նոր կարելի է ուժ կիրառել, օրինաչափ ուժ կիրառել։ Իսկ այդ մարդիկ ուղղակի տենց մտածել են, կմարսենք, չենք մարսի, արժի, չարժի, այ հիմա, թե ոչ հիմա, օրինակ մարտի 1-ին 2008 թվականի իրանք գցել բռնել են եւ մտածել են, որ ճիշտ է, որ զորք անենք քաղաքացիների դեմ, հասկանում եք, զորք, զինվորին դիրքերից բերել, Երևանի կենտրոնում զենքով կանգնացրել են եւ գնդակահարել են Երևանի կենտրոնում մարդկանց, որտեղ այդպես են նպատակահարմար գտել։ Ուզում եմ մի փոքր փոխենք ուղղությունը, արտաքին քաղաքականությանն անցնենք։ Շատ փոխկապակցված են ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Այո, ես հենց այդ ուղղությամբ էլ տանում եմ։ Լավրովը շատ բարձր գնահատեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա, մայիսին մասին է խոսքը, իսկ ինչու՞ չգնահատեց վարչապետի Գեորգիևյան ժապավեն չկպցնելը եւ հայկական զորախմբի չմասնակցելը։ Ես էլի իրանց ռուսերենով ասած լուկավից են անում, հա։ Տեսեք, մենք այս օրերին շատ ենք քննադատություն լսել, ինչու է վարչապետը մասնակցում, ինչու գնաց, քաղաքասարակությունից կան նման բաներ, մենք բայց մեր մասնակցելը նախ ասեմ, որ չենք պայմանավորում, ինչպես կվերաբերվի դրան Ռուսաստանի ԱԳՆ նախարարը, ինչպես կվերաբերվի դրան Ֆրանսիայի նախագահը, մենք չենք պայմանավորում, մենք որովհետև մեր շահերից ենք միայն գործում։ Նույն ընդ որում ներողություն ինքը այդտեղ թակարդ լարեց։ Ինքը ասեց, որ չնայած արևմտյան ճնշումներին վարչապետը մասնակցեց մայիսինի շքերթին։ Սուվերեն երկրի ժողովրդավար ընտրված ղեկավարը ունի այնքան լեգիտիմություն, որ կարող է որոշումներ կայացնել եւ դրանք իրականացնել։ Տեսեք, օրինակ ինչ որ տեղից չես նշանակվել, որ ասեն, այ մյուս անգամ դու էլ չես կարող վերընտրվել, որովհետեւ դու այսինչ իմ պատվերը չես կատարում։ Ժողովուրդն է ընտրել։ Մենք այսինքն առաջնորդվում ենք ժողովրդի շահով։ Հիմա մեր երկրի շահը ո՞րն էր։ Մենք ունեցել ենք ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել ենք գործուն մասնակցություն նացիզմի, ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Եվ տվել ենք ամենաշատ զոհերը։ Լինելով փոքր երկիր, քիչ բնակչությամբ տվել ենք շատ զոհեր, ունեցել ենք մարշալներ, հերոսներ, եւ այս մարդկանց հիշատակը հարգելու սա առիթ էր, որի ինչու մենք պետք է չանենք դա, հա։ Այսինքն ստեղ հասկանում եք երկու բան իրար հետ չի խոսում։ Դա արևմտյան ազդեցություն Ռուսաստանում լինել, Ռուսաստանին վատ վերաբերվել, արևմուտք գնալ, մեզ ամեն ինչի համար մեղադրում են, բայց այդ մեղադրանքները իրար կողք չեն կարող գոյություն ունենալ, էլի։ Այսինքն այդ մեղադրանքները բոլորը մտածածին են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Մենք այս պահին գտնում ենք, որ այսպես է ճիշտ, այսպես ենք անում։ 22 թվականին գտել ենք, որ ՀԱՊԿ-ն չի կատարում իր կանոնադրային պարտականությունները, չենք մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը, սառեցրել ենք։ Իդեպ դրա մասին էլ խոսեց ինքը։
տեսեք, բայց ինքը Լավրովը այլ մեկնաբանություն է տալիս այդ օրերի իրադարձություններին, հա, ասում է, այ մենք պետք է մոնիտորինգային խումբ ուղարկենք, Հայաստանը չստորագրած փաստաթղթերը։ Ինչ որ շատ տարօրինակ բան ասեց, ինչ որոշել ենք թե ինչ զենք է, շատ ներողություն, մոնիտորինգային խումբը, ինչ զենքով պիտի գար։ Ուզում էի դա պատասխանել։ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կառույց է եւ իր կանոնադրային ուրեմն պարտականությունն է ՀԱՊԿ երկրի մի երկրում ՀԱՊԿ ռազմական ագրեսիայի դեպքում պաշտպանել այդ երկրի սահմանը իբրև օրինակ սեփականը, այսինքն ռուս զինվորը պետք է Հայաստանի սուվերեն տարածքը պաշտպանել այնպես, ինչպես Ռուսաստանի վրա հարձակում է։ Ինչպես հայ զինվորը պաշտպանեց ղազախական Այո, դրանից դեպքերից առաջ։ Եվ այսինքն մեզ մոնիտորինգային խումբ պետք չէր, չէ՞։ Մեր ինչին է պետք։ Ասենք, բան աղրեք, տենց լավ չի, նկարահանող խումբ ուղարկեք։ Պետք է ռազմական զինված զինվոր ուղարկեին, որպեսզի պաշտպանեին մեր սահմանները։ Բայց իրանք, ինչպես հիշում եք, չգտան այդ սահմանները։ Եվ դրա համար իրենք գոնե քաղաքական հայտարարություն չարեցին։ Ահա, քաղաքական գնահատական չտվեցին, ամբողջ աշխարհը տվեց գնահատական, որ եղել է հարձակում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա եւ կոչեր են հնչում դուրս գալ Հայաստանի այդ օկուպացված տարածքներից, որ ադրբեջանական զինված ներկայությունը դուրս գա մեր սահմանից, բայց Ռուսաստանը միջև հիմա չի գտնում որն է իր սահմանը, չէ՞, դա ՀԱՊԿ սահման է, բայց ինքը չի գտնում որտեղ է, ասում է, ես չգիտեմ, այդտեղ դելիմիտացված չի, ես չգիտեմ, դա Հայաստան է թե չէ։ Մենք սրան ասել ենք գնահատական տուր չի տվել։ Այդտեղ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները վերջ կանգնել են։ Մենք ոչինչ չենք անում, մենք անդամության վճար չենք վճարում, մենք որոշումների կայացմանը չենք մասնակցում, մենք քննարկումներին չենք մասնակցում եւ վերջ։ Ինչի համար մասնակցել։ Եվ իրեն դնելով այսպես շատ միամիտ པարզ մարդու տեղ Լավրովը ավելի մեծ հրավիրում է BRICS եւ ՇՕՍ։ Դե դա ընդհանրապես աբսուրդ է։ Ասենք ինչ է իրենից ներկայացնում BRICS-ը շատ լավ գիտենք։ Այո։ Հա, Պուտինի մի ստորագրությամբ ստեղծված թղթի վրա գրված ինչ որ երկրների հավաքույթ եւ մենք տեսանք թե BRICS-ի անդամ մի երկրի պրեզիդենտի հետ ինչպես վարվեց Թրամփը երեկ։ Այո։ Ուղղակի ասեց, որ դու մարդասպան ես, դու գենոցիդ իրականացնող երկրի պրեզիդենտ ես։ Ինչ վերաբերում է տարբեր կառույցներին, տեսեք, Հայաստանը ներկայություն է ունենում տարբեր ֆորմատների, հա, նույն BRICS-ում օրինակ նախորդ տարի վարչապետը մասնակցություն ունեցավ ու եթե կհիշեք նաև Ալիևի հետ ունեցավ երկկողմ, այո, ընդլայնված կազմով նաև հանդիպում եւ մենք ուզում եմ ասել, որ օրինակ մեր հարաբերությունները չենք սահմանափակում միայն մի պլատֆորմով եւ սա հենց բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսում, հա։ Մենք նույն նախորդ տարի մենք դարձել ենք դիտորդ Ասիանում, որի մասին էլի հիշատակում էր Լավրովը։ Այսինքն մենք բոլոր ֆորմատներին մեր ներկայությունը որպես երկիր ունենում ենք եւ դրանցից փորձում ենք քաղել առավելագույնը։ Սակայն ինչ վերաբերում է այն դեպքերին, բայց տեսեք, օրինակ ուղղակի մասնակցելը, դիտորդի կարգավիճակ ունենալը, պլատֆորմ ունենալը, տարբեր երկրների հետ հարաբերություններ կարգավորելու, սա մի բան է, բայց ունենալ կոնկրետ պարտավորություններ, պայմանագրային ուրեմն փոխհարաբերություններ եւ դա չկատարելը, ել չեմ խոսում առանձին Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետ մասին, հա։ Սա այլ բան է, բայց մենք էլի միշտ բաց ենք, մենք գիտեք, որ նաև տարածաշրջանի հետ շատ կարևորում ենք տարածաշրջանը եւ մեր հարաբերությունները Վրաստանի հետ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել, Իրանը մեր բնական դաշնակից երկիրն է եւ Թուրքիայի հետ դուք գիտեք, որ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսված, կան հատուկ բանագնացներ նշանակված եւ մենք կամուրջ ենք վերանորոգում, մենք անցակետ ենք, այսպես ասած, կահավորում, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինենք բացելու մեր սահմանները եւ այդ պատրաստականության մասին հայտնել ենք։ Ադրբեջանի հետ շատ երկար կարող ենք խոսել հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին եւ նաեւ ուզում հիշեցնել, որ մենք տարածաշրջանին առաջարկել ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը կոմունիկացիաների ապաշրջափակում է բոլոր ուղղությունները, որոնք անցնում են Հայաստանով եւ մեր 4 հարևաններով էլ։ Ուզում եմ ասեմ, որ մենք բոլոր ֆորմատները Եվրամիության հետ գիտեք օրենք ենք ընդունել, վիզաների ազատականացման երկխոսությունն ենք մեկնարկել, խաղաղության գործիքակազմից ենք անցած տարի սկսել օգտվել եւ այս ամեն ինչը քայլեր են, որոնք մի
ուղղությամբ չեն միայն։ Սա հենց բալանսավորված քաղաքականության մասին է խոսում։ Ցավոք մեր եթերաժամը սպառվեց։ Ցավոք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Ամենայն բարիք ձեզ։